ՔՊ-ն վերածվում է ՔՊՍՍ-ի։ ԿՊՍՍ-ը գիտեք, սիրելի բարեկամներ, կոմունիստական կուսակցությունը խորհրդային միության, ինչու եմ այդպես ասում, կմանրամասնեմ եւ կբացատրեմ։ Ավելի շատ դրա վատ կոպիայի, շատ անհաջող տնազի է նմանվում։ Ինչու՞։ Որովհետև չկարողանալով ներկայացնել իրական հաղթանակներ, հաջողություններ, բարեկեցություն ապահովել սեփական ժողովրդին, հին հռոմեացիների կամ հույների խորհրդով ժողովրդին մատուցում են ընդամենը հաց եւ տեսարաններ, խորոված փարթիներ, համերգներ եւ վատը ինչ է, որ այդ ամենը կուսակցականացնում են եւ պետական տոներն են կուսակցականացնում։ Շուտով անելու են մայիսի 1-ի մի ինչ-որ տոնակատարություն, դա վերածելով ՔՊ-ի PR արշավի։ Քաղաքացու տոնը վերածել են ՔՊ-ի PR արշավի, անցկացնելու է Նիկոլ Փաշինյանը նաև զորահանդես շուտով, ներկայանալու որպես մի հսկայական հաջողություն գրանցած գերագույն գլխավոր հրամանատար, ով զենք է առնում իբր, ով ապահովում է մեր երկրի անվտանգությունը, բայց վատը ինչ է, սիրելի քաղաքացիներ, որ ձեզ այս ամենի մեջ խաբելով ուղղակի ծաղրում են։ Տեսեք, քաղաքացուն հրավիրեցին քաղաքացու տոն նշելու, հրավիրելով մի կտոր հաց ուտելու խորոված, բայց պարզվեց, որ այդ խորովածը սովորական խորովածից թանկ է 3-ից 4 անգամ։ Եկել եք միջոցառմանը մասնակցելու։ Ճիշտ, ասել հյուրասիրությունա, բայց ոչ Հյուրասիրություն չկա։ Չէ, ես ասել Փաշինյանը ասել խաբեցել ես։ Եկել եք խորոված փարթիին մասնակցելու։ Չէ, ես եկել ասում եմ ճամփես փակել էին, ես ասում եմ տնեմ ինչ ա եղել։ Քաղաքացու օրն եմ նշում խորովածը։ Այստեղ քաղաքացու ո՞վ կա, սա տուրիստներ են։ Այստեղ երե Հայաստանից մի քաղաքացի մինակ եմ, որ որտեղ ուզում եի տրանսպորտ նստել չկար, ցած իմ ուղիղ ուզում եմ ելնեմ։ Մի երկու տեղից տեղից խորովածի գներ հարցրել, վախցրել համա։ Ես ինչի համար ես բերել են ժողովրդին թալանում են։ Ստե մի հատ նայեք, մի հատ կամ տուրիստներ են, կամ էլ եսի մով են։ Գոնե մի տեղից մի ով։ Դեկապականները այդքան մեջերը բաները տանում, չփարքեվավճարները ստանում, ժողովրդին ես չեմ ամին։ Որտեղից նրանց այդքան փողեր 7000 դրամով տեղ բան են ծախում, խորոված են ծախում 3 կտորը։ Քաղաքացին պետք է դրա համար վճարեր, ընդ որում ավելի թանկ։ Դուք տեսեք ծաղրը քաղաքացու նկատմամբ, դուք տեսեք թե ինչ վերաբերմունք է։ Մարդիկ գիտեն թե անվճար է, բայց միակ մարդը, ով անվճար օգտվել է խորովածից, դա եղել է Նիկոլ Փաշինյանը, ով հենց այդ արարողության ժամանակ իր դիմացը կանգնած մարդու սեռը նույնիսկ չի կարողանում տարբերել։ Դե համեցեք։ Վերեք մի բան մի կտոր հաց ուտենք։ Հեսա հացը կա։ Հա, հեսա խորոված էլ կա։ Հաց էլ կա։ Խորոված էլ կա։ Շնորհավոր լինի։ Համ մարզադպրոցը, համ քաղաքացու, համ մանկապարտեզը։ Ուրախ եմ շատ, եղբայր։ Ես եմ ձեզ շնորհավորում ցենց լավ թորնիկ ունենալու։ Եվ Ռոմանի հայրիկն եք Հա, շատ լավ։ Արդյոք դուք վճարել եք այդ խորովածի համար, Նիկոլ Փաշինյան։ Վստահ եմ, որ ոչ։ Միակ մարդն եք եղել, որ երևի չեք վճարել, իսկ քաղաքացին փաստորեն պետք է վճարեր 3 անգամ թանկ։ Բայց քաղաքացին իր գնահատականը տվեց այդ օրը։ Նա ընդհանրապես անտեսեց եւ այդ քաղաքացու տոնը խորոված փարթին մասնակցեցին հիմնականում զբոսաշրջիկներ եւ նիկոլական մասովկան։ Մասովկան դե գիտեք, որ վճարովի կամ թեկուզ անվճար ախպերական ծառայություններ են մատուցում, պատժեշկա են անում տեխնիկական։ Քաղաքացին ընդհանրապես մերժեց այդ միջոցառումը։ Բայց նույն օրը տեղի ունեցավ համերգ։ Համաշխարհային ինչ-որ աստղերի մասնակցությամբ։ Եվ այդ համերգը կազմակերպել էր ով հայտնի Վիվարոյի տերերը, ովքեր հարստացել են ինչով, այո, խաղադրույքների, կազինոների, բիզնեսով, որը սովորաբար նրան մեղադրում են, այդ բիզնեսի մարդկանց մեղադրում են ժողովրդին հարստահարելու, խաբելու, թալանելու, կողոպտելու մեջ։ Եվ այդ փողերով էր կազմակերպվել այդ համերգը, որը ներկայացում էր իբր ժողովուրդը եկավ եւ աջակցեց ՔՊ-ին։ Գիտեք, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ բազմահազարանոց համերգներ են եղել, բայց դա ամենևին չէր նշանակում, որ մի քանի ամիս հետո կամ տարի հետո նրան չեն մերժելու եւ դա բացարձակապես չէր նշանակում Սերժ Սարգսյանին աջակցություն։ Ահա այսպես են մանիպուլացնում ժողովրդին։ Մարդիկ եկել էին համերգ դիտելու, նրանց մեծ մասը զբոսաշրջիկներ էին, հնարավոր է նաև հարևան երկրներից եկած, բայց ԿՊ-ն դա նկարում էր որպես ժողովրդի աջակցություն։ ԿՊՍՍ իսկական, երբ կեղծում է ամեն ինչ, երբ ժողովուրդը որպես մասով կա, որպես ֆոն
ներկայացնումը որպես նրան աջակցություն։ Միթե այստեղ չկա կոռուպցիա, միթե այստեղ չկա ընտրակեղծիք ընտրություններից առաջ կազմակերպել նման մանիպուլյացիաներ։ Եվ տեսեք, մայիսի 1-ին նույնպես անցկացվելու է միջոցառումներ իբր աշխատավորի օրը, բայց դա ամբողջությամբ վերածվելու է ՔՊ-ի քարոզարշավի։ Սա միթե պետական կոռուպցիա չէ, մեր քաղաքացիների հարկերի հաշվին իրականացնում են միջոցառումներ, որտեղ իրենց PR-ն են անում, եւ դրանից անվճար օգտվում է միայն Նիկոլ Փաշինյանն ու իր նեղթիմը, բայց քաղաքացին դրա համար վճարում է բազմապատիկ։ Երբ իբր պայքարում են օլիգարխների դեմ, բայց սեփական օլիգարխներին են հովանավորում, որոնք միլիոնավոր դոլարներ են վճարում համերգների համար, իրականացնելու ՔՊ-ի քարոզարշավը։ Սա միթե քաղաքական կոռուպցիա չէ։ Մեկնաբանեք ինքներդ, պատասխանեք ինքներդ, սիրելի բարեկամներ, տալով ձեր գնահատականը այս ՔՊՍՍ-ին, ովքեր ժողովրդին վերածելով ընդամենը ֆոնի իրենց իշխանության ամրապնդման համար ցանկանում են նորից խաբելով վերընտրվել։ Քաղաքացին տուգանվող, վճարվող մատերիալ է, ոչ խորովածն է լինում անվճար, ոչ համերգները։ Նիկոլ Փաշինյանի եւ այդ խմբակի համար դուք ընդամենը ՔՊՍՍ-ի մատերիալ եք, այլ ոչ թե քաղաքացիներ։